Ավելի քան 50 մարդ է մահացել Միացյալ Նահանգներում ցրտի պատճառով։ Որոշ մահեր ցրտահարության հետևանք են, բայց մահացածների մեծ մասը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձյուն մաքրող մեքենաները Մասաչուսեթս և Օհայո նահանգներում վրաերթի են ենթարկել 2 մարդու, երկուսն էլ մահացել են։ Արկանզաս և Տեխաս նահանգներում երեխաներ են մահացել սահնակ քշելիս։ Ականատեսների խոսքով սահնակներն իրար են բախվել։ Տեխասի քաղաքներից մեկում 3 եղբայր ընկել են սառցե լճակը, 6, 8, 9 տարեկան տղաները մահացել են։ Հայտնի չէ, նրանք սայթաքել են, թե դիտմամբ են ցատկել։ Ոստիկանությունը մի կնոջ մարմին գտել է ձյան տակ, Կանզասում։ Մի տղամարդու էլ Նյու Ջերսիում են հայտնաբերել, ձյան մեջ, անգիտակից, բահը ձեռքին։ Շաբաթ օրվանից Նյու Յորքում 10 մարդ է մահացել։ Երկրորդ օրն է Միացյալ Նահանգներում ավելի քան կես միլիոն տուն լույս չունի։ Անջատումների մեծ մասը հարավային հատվածում են, Թենեսի, Տեխաս, Միսիսիպի և Լուիզիանա նահանգների իշխանությունները զգուշացրել են։ Էլեկտրաէներգիայի վերականգնման համար կարող են օրեր պետք լինել։ Ամբողջ երկրում ջվերթների 45%-ը չեղարկվել է։ Սա ամենաբարձր ցուցանիշն է COVID-19-ի համավարակից հետո։ Դպրոցներ ու համալսարաններ են փակվել, -32-ի հասած ցրտի պատճառով։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։